Ինչի է ռոմանտիզացվում աղքատությունը ու ինչի են վատ լույսի ներքո ներկայացվում կանայք, ովքեր ունեն նյութականի եւ ֆինանսականի հետ կապված որոշակի ցանկություններ եւ ստանդարտներ։ Աղքատությունը հաճախ ռոմանտիզացնում են մարդիկ, ովքեր չունեն ոչ նպատակասլացություն, ոչ աշխատասիրություն, ոչ էլ առհասարակ փող աշխատելու հմտություն։ Այս ամեն ինչ այնքան է ռոմանտիզացվել ու շատ աղջիկներ այնքան են սկսել հավատալ այս մտքին, որ հաճախ կարող ենք տեսնել վիդեոներ, որտեղ աղջիկը ինչ-որ դիսկոմֆորտ իրավիճակում է ու կից գրված է, կարևորը ես ընտրեցի սիրով ամուսնանալը։ Ամենավատերից։ Շուտ տեսարան է, անապով պայմաններում մեծացող երեխաներ, կիսաքաղց եւ մարդիկ ասում են, բայց կարևորը սիրով ընտանիք է։ Գուցե սիրով ընտանիք են։ Ով ասեց, որ սերը պետք է փոխարինի պատասխանատվությանը։ Ընտանիք կազմելը միայն զգացմունք չէ։ Դա նաեւ համատեղ կյանք է, ընդհանուր բյուջե, պատասխանատվություն, երկարաժամկետ որոշումներ, երեխաներ եւ լիովին նորմալ է, երբ մարդուն հետաքրքիր է իր ապագա կողակցի փող աշխատելու հմտությունները, ֆինանսական վիճակը։ Մի ռոմանտիզացրեք աղքատությունը եւ մի հավատացեք աղքատությունը ռոմանտիզացնող ինչ որ հեքիաթների։ Էս էլ ասեմ, ինչ չասեք նյութապաշտ։ Առհասարակ աղքատությունը վատ բան է, եւ նյութական, եւ ոչ նյութական։ Դա կլինի հոգեպես աղքատությունը, դա կլինի ֆինանսական, նյութական աղքատությունը, թե գիտելիքի աղքատությունը։ Դա վատ բան է։